Սիրելի քույրս, եղբայրս, ուղղակի խնդրանքս հետևյալն է, որ այսօր ես եւ դու կարողանանք հասկանալ, հավատալ եւ ընդունել, որ Աստված ամեն ինչի մեջ սեր է։ Նորից եմ ասում, մեր ամենամեծ խնդիրը, որ մենք չենք հավատում ամբողջ սրտով ամենակալ Տիրոջ սիրուն եւ ամենակալ Աստծո հավիտենական ծրագրին։ Հավիտենական ծրագրի բուն հիմքը հետևյալն է, որ ես եւ դու ունենանք հավիտենական կյանք իրեն հետ։ Երբ որ մենք նայում ենք, շատ անգամ այս համարները կարտասում է հողարկարության ժամանակ, գրված հետևյալը, որ Դավիթ թագավորը Տիրոջը դիմում էր հետևյալ կերպ, եւ իր նպատակ հետևյալն էր, իմանալ իրեն կյանքի բոլոր օրերը։ Տեր ցույց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թե որքան անցավոր եմ ես։ Ահա թզի չափով կարգեցիր իմ օրերը եւ իմ կյանքի ժամանակը ոչինչի պես է քո առաջին։ Բոլորովին ունայն եւ ամեն մարդ որքան հաստատել լինի։ Մի հատ հարց եմ տալիս։ Սաղմոսների մեջ գրված է մարդուս կյանքը 70 ավելի 80 տարի։ Կամ վերցնենք 100 տարի ապրել, հարց եմ տալիս։ 100 տարեկան մարդու կյանքը ինչպիսին է։ Կուզես 100 տարեկան մարդու կյանքով ապրես։ 1000 տարի ապրես 100 տարեկան մարդու կյանքով։ Ինչ է այդ կյանքը, ցավ եւ տառապանք։ Այսօր մենք կռիվ ենք տալիս սրա համար։ Երբ որ մարդը հիվանդանում է, օգտագործում է այդտեղ, գնում է բժշկի, ես չեմ ասում պիտի չգնանք, պիտի գնանք, բայց որն է նպատակը, կյանքը։ Այսօր մարդը հավատում է ժամանակավոր կյանքին, բայց չի հավատում Աստծո հավիտենական ծրագրին, որ Աստծո հավիտենական ծրագիրը, որ ես եւ դու ապրենք հավիտյանս հավիտենից իրեն հետ։ Եվ սրա համար ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք սրան։ Եվ լինում է պարակայ, որ մենք աղոթում ենք։ Ուշադրություն դարձեք, Պողոս առաքյալը այս վիճակին անդրադարձավ, ինքը աղոթում է, հիվանդացել է, բայց ինչ է Աստծո ծրագիրը Պողոսի հետ։ Կարծամ մեր բոլորի շինության համար։ 2 Կորինթացիս 12-րդ գլխի մեջ գրված էր, որ սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան հեռացնե ինձանից, եւ նա ինձ ասաց. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Զորություն հասկացողության տակ մենք առաջինը ընդունում ենք հետևյալը, որ Աստված հրաշք է անում իրեն զորության միջոցով ամեն բան վերցնում է։ Առաջի Հովանու 2-րդ գլուխ 13-ից 15 համարները երբ որ կարդում ենք, այնտեղ գրված է 13 համարի մեջ ասում է. գրում եմ ձեզ երիտասարդներ, որ դուք հաղթել եք չարին։ 14-ի մեջ գրված է. գրեցի ձեզ երիտասարդներ, որ դուք զորավոր եք։ Որտեղից է զորությունը։ Շարունակության մեջ գրված է, որ Աստծո խոսքը բնակված է ձեզանում։ Հիմա այստեղ ամենակալ Տերը ինչ ասում, որ իմ խոսքը տկարության մեջ է կատարվում։ Հիմա Աստված ինչ է խոսը։ Այսօր մենք սա չենք տեսնում, շատ անգամ մենք մեկ ուրիշ տեսանկյունով ենք նայում։ Սիրելիս, Աստծո ամենամեծ նպատակը հետևյալն է, որ ինքը կամենում է ցույց տալ հակառակորդին, որ տկար հողից ստեղծված անոթի մեջ, երբ որ խոսքը հաստատվում է, կարող է ամեն վիճակի մեջ հաղթող դուրս գալ։ Եվ այսօր Աստված քեզ որպես հաղթող է կանչել, չի կանչել որպես պարտվող։ Ես բազում անգամ այդ միտքը ասում եմ, եթե որևէ մեկ անձնավորություն մի հատ գործ է տնում, ումն է ընտրում լավագույն մասնակիցներին։ Հիմա հարցը ուղղված է ինձ եւ քեզ։ Աստված ինձ եւ քեզ ինչի է ընտրել է, որպեսզի մենք նորից պարտվենք։ Ես այդպես չեմ հավատում, ես հավատում եմ հետեւյալը, որ Աստված մեզ ամեն մեկից ընտրել է, որովհետև ինքը տեսնում է, որ ես եւ դու կարող ենք, որ մեր մեջ Աստծո խոսքը կարող է զորությունը կորցնել։ Եվ Ղևտացիների 20-26 երբ որ կարդում ենք, սա մենք չենք ծնվել, սա ծրագիրն է Աստծո հավիտենական։ 20-րդ գլխի 26 համարի մեջ գրված է. եւ դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես Եհովա սուրբ եմ, ձեզ որոշեցի ազգերիցը, որ իմը պիտի լինենք։ Աստված ինձ եւ քեզ որոշել է, որ մենք իրենը պիտի լինենք։ Իսկ հարց, իրենը պիտի պարտվի։ Մեր պարտության հիմքը այստեղից է, որ մենք շատ անգամ կասկածում ենք, շատ անգամ թերահավատ ենք։ Հակոբոսը թղթերի մեջ ինչ էր ասում, որ երկմիտ մարդը անհաստատ եւ չկարծե թե աղոթքին պատասխանը պիտի առնի։ Այսօր ես պիտի հավատամ, որ Աստված ամենակարող է, պիտի հավատամ, որ Աստված ամեն բանի մեջ բարի է։ Շատ անգամ ես օգտագործում եմ այս
կերպարը Սուրբ գրքից, հիշում եք, սա գրված է 4-րդ թագավորաց 4-րդ գլխի մեջ։ Սալոմացի կնոջ հավատն եմ ուզում։ Իշքան ենք խոսել այս մասին։ Երբ որ երեխան մահացավ, գրված է ինքը իր մարդին կանչեց ասելով. ծառաներից մեկին ինձ մոտ ուղարկիր եւ եշերից մեկը, որ շուտով գնամ միջև ասոյ մարդին եւ ետ դառնամ։ Ամուսինը հարցնում է, ինչ համար ես գնում։ Ոչ այսօր ամսակլուխ է, ոչ էլ շաբաթ է, կնոջ պատասխանը հանգիստ եղե։ Հարց եմ տալիս. կինը ինչ ակնկալիքով էր գնում մարգարեի մոտ։ Ինքը եթե կասկածեր, եթե չհավատար, կգնար թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամենակալ Աստված ուզում է, որպեսզի մենք ամբողջ սրտով հավատանք իրեն։ Աստծո նպատակը երեխայի մահը չէր, Աստծո նպատակը իրեն անունը փառավորելն էր։ Եվ այսօր Աստված ուզում է նույն կերպ ես եւ դու վարվենք։ Եվ այսօր կա հիվանդություն, քուրեր ջան, եղբայրներ ջան, մեր ամեն մեկի ցանկության կամ մեր խելքի պատճառով է։ Հիշում եք Հակոբի թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք 1:14-15 համարների մեջ գրված է հետևյալը. ամեն մարդ փորձում է բուն իրեն ցանկությունից խաբված եւ հրապուրված։ Երբ որ ցանկությունը հղիացած է, ծնում է մեղքը, մեղքն էլ մահը կծնի։ Հիմա այստեղ Աստված գործ չունի։ Անձնավորությունը ինքն է հեղինակը։ Պողոս առաքյալը երկու տեղ անդրադառնում է հետևյալ մտքին. միք տրտմեցնեք Սուրբ Հոգին կամ միք մարեք Սուրբ Հոգին։ Որն է Սուրբ Հոգու գործունեությունը։ Հովանու ավետարան, երբ որ մենք կարդում ենք, գրված է Սուրբ Հոգին կգա, ձեզ կխրատե, ձեզ կսովորեցնե։ Հիմա Սուրբ Հոգին բազում անգամ մեզ հետ խոսել է գրքով, խոսել է եղբայրների միջոցով, խոսել է կարող է առանձին քեզ հետ անհատապես, բայց այսօր դու կասկածում ես ամենակալ Տիրոջ խոսքի վրա։ Սիրելիս, դու Տիրոջ բաժինն ես։ Ինչ վիճակում որ եկել ես, ընկած ես, խնդիրների մեջ ես, մեղքերի մեջ ես, Աստված քեզ համար արյուն է թափել։ Եվ քեզ գնել է, եւ ինքը Աստված այդ արյունը չի անտեսում։ Ինքը ուզում է, որպեսզի այսօր դարձիկաս ապաշխարես եւ ունենաս հավիտենական կյանք։ Բայց ցավոք մենք շատ անգամ կասկածում ենք այս վիճակին։ Սիրելիներ, այսօր նայեք, երկրի աշխան անձնավորություններ կան, որոնք որ հիվանդություն չունեն, բայց Աստծուց հեռու մարդիկ են։ Ասապը այս տեսանկյունն ուներ, մտածում էր, որ Աստծուն հավատացող մարդը նեղություն պիտի չունենա, խնդրեմ պիտի չունենա, եւ 73-րդ Սաղմոսը շատ անգամ խոսվել է։ Տողերը հետևյալն է, երկրորդ համարից քիչ է մնացել ոտքերը սրվել։ Ինչի համար նախանձով լսվեցա հպարտների վրա ամբարիշտների խաղաղությունը տեսնելիս։ Այսինքն, Ասապ ինքը այդ ամենը չուներ։ Եվ շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք, նայեք, ինչին է անդրադառնում Ասապ, որն է իրեն այդ շեղվելու խնդրը, որտեղ նրանք ցավ չունեն միջև իրենց մահ, եւ նրանց մարմինը փափուկ է։ Նրանք մարդի նեղության մեջ են, ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։ Սիրելիս, ուղղակի ուզում եմ սա հասկանաս։ Ամեն բան Տիրոջ ձեռքերի մեջ է։ Ողջ Երեմիա 3-րդ գլխի 37 համարի մեջ գրված է. ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայ։ Այսօր Հոբի տառապանքները, եթե Աստված թույլ չտար, ցանկը չբացեր, հակառակորդը կարող էր ներս մտնել։ Իսկ ո՞րն էր նպատակը։ Հոբը սա հասկացավ վերջնակետում։ 42-ի 5 համարի մեջ գրված է. ականջի լսելով լսել եք քո մասին, բայց հիմա իմ աչքը տեսնում է քեզ։ Այսինքն Աստծո նպատակը մեկ բան էր։ Մատթեոս ավետարան 5-8 համարի մեջ գրված է. Երանի սրտով մաքուրներին, որ Աստծուն կտեսնեն։ Այսինքն Աստված Հոբի հետ այս աշխատանքը տարավ միակ բանի համար, որ Հոբը Աստծուն տեսներ։ Բայց մի հարց, մենք սա կարող ենք տեսնել բարի։ 42-ի 3-րդ համարի մեջ Հոբը հասկացել էր։ Հասկացավ Աստծո հավիտենական ծրագիրը։ Աստված ինձի հրաշալի բաներ կներ, բայց ես չի հասկանում։ Մարդկայնորեն ո՞րն էր այդ հրաշալին։ Ցավը, տառապանքը, նեղությունը։ Ինչպես եղբայրը ասաց, այսօր մենք ցավի, տառապանքի, նեղության մեջ միշտ տրտնջում ենք։ Բայց սա Աստծո ծրագիրը չէ։ Ուշադրություն դարձեք, երբ որ նայում ենք Սուրբ Գրքի մեջ, այն անձնավորությունները, ովքեր անապատի մեջ տրտնջացին, բոլոր ընկան։ Եվ ամենակալ Աստծո կամքը սա է, իմ եւ քո վրա,
Առաջի Թեսաղոնիկեցիս 5:18 գրված է. ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեր վրա Հիսուս Քրիստոսում։ Հիմի հաստամ, լենորվա մեջ ամեն մեկս կգոհանանք, նեղության, հիվանդության, ցավի տառապանքի մեջ եղել է որ գոհանանք։ Հոբի համար գրված է, որ ուղիղ աստվածավախ կատարյալ մարդ էր, որ անձնավորությունը այդ կորուստի մեջ կարողանար Տիրոջ անունը փառավորել։ Տերը տվեց, Տերը վերցրեց, Տիրոջ անունը օրհնյալ է։ Այս ամենի հետևանքն է, որ Հոբի կյանքում Աստված իրեն փառքը ցույց տվեց։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, նորից եմ ասում, այսօր ասել նպատակը մեկն է։ Աստված ամեն հնարքներ փնտրում է, ամեն բան անում է լոկ միայն մեկ բանի համար, որ ես եւ դու դառնանք դեպի Տիրոջը։ Որ աքսորվածը այդ աքսորից հետ դառնա, որ գերին գերությունից հետ դառնա, որ հիվանդը հիվանդությունից հետ դառնա, որ մեղավորը մեղավորությունից հետ դառնա եւ Տիրոջ հետ ապրի։ Տիրոջ անունը փառավորը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված թողները, ուղղակի մի հատ միտք եմ ուզում ասել, այդ այսօր ես եւ դու հավատում ենք հետեւյալին, որ Աստված եկել է լոկ միայն մեզ մարմնավոր բժշկելու, հետ այսօր ամեն մեկի հիվանդությունները, այսօր ամեն մեկի հիվանդությունները վեր առնի, եկուս նորից կարող ենք հիվանդանալ։ Աստծո նպատակը հետեւյալն է, բժշկել հոգեվորը, որ ես եւ դու հավատանք իրեն հավիտենական սիրուն, հավատանք իրեն հավիտենական ծրագրին։ Սրտանց բարդանք մեր Տիրոջը, սիրելի քույր եղբայրներ, իրոք օրհնյալ է մեր Աստված, որ այս մեծ ողորմությունները, այս ահիրական աստվածային մեզի, մարդկային մտքի ու կարողություններին անհասանելի օրհնությունները չի խնայել իր ժողովրդի համար ու պատրաստ է ամեն անգամ էլ ավելի տալ, էլ ավելի օրհնել, էլ ավելի զորացնել, որպեսզի իրոք մեր հավատքը ավելի հաստատվի ու ամրանա Աստծո խոսքի վրա, Աստծո կենթանի վեմի վրա։ Ամեն։ Փառք Տիրոջը, ես կխնդրեմ, որ իրոք աղոթող եղնենք մենք ցեղտանք Սուրբ Հոգուն մեր սրտերի մեջ, որ ինքը աղոթք է, ինքը բարեխոսություն է, ինքը մեր սրտերի հետ խոսա, գիտեք ինչի, որտեվ այս վերջերս ես համոզվել եմ, որ դի ցեղտանք Սուրբ Հոգուն համոզելու, որ ինքը մեր հոգուն էլ համոզել այդ խոսքը լսենք։ Որտեվ մեր հոգին է շատ անգամներ ինքը չի ուզի այդ խոսքը լսել, չի ուզի այդ խոսքի առաջ խոնարհվի։ Տեսեք Աստծո հոգին ինչքան մեծ գործ կեն, համ հորից կբարեխոսե խոսքը բերե, համ էլ կհամոզե մեզի, որպեսզի այդ խոսքի առաջ խոնարհվենք, ընդունենք ու բժշկություն ստանանք։ Ամեն, թող իր անունը փառավորի ու տեսեք, իրոք եղբայրները խոսացին, թե ինչքան օրհնյալ Աստված շատ բարի ողորմած ու արտարացի ճանապարհ է ընտրել իրան մոտենալու հավատքի միջոցով, հավատքի ծերով։ Ու տեսեք ինչի, որտեվ Աստծո սերը բոլորի նկատմամբ հավասար է։ Աստծո արտարությունը, Աստծո փառավորությունը, Աստծո ողորմությունը բոլորի նկատմամբ լրիվ հավասար է։ Ու Աստված դրել է հավատք իրան մոտենալու, այսինքն կհավատաս, կբժշկվիս, կհավատաս, հոգով կմգրդվիս, կհավատաս, կազատագրվիս, կհավատված ամեն ինչ կփոխվի, կհավատաս, այսինքն Աստված սկսեր, ես ամեն բան տվել եմ, ամեն բան երել եմ, հիմի կախված է ինձնից ու քեզնից։ Եթե իմ կյանքի մեջ խնդիր կա, ու ես չեմ կրնա ազատագրվի, դի Իրանից չէ, դի ինձնից է, իմ հավատքից է։ Եթե իմ կյանքի մեջ կա որևիցե բան, որ ինձ կտանջով ես դոր ձեռը կերի եմ, դի Իրանից չէ, դի ինձնից է, որ ես չեմ կրնա հավատամ, որ Աստված իրոք կրնա այդ ամեն ինչը փոխե։ Մենք 107 Սաղմոս 20 համար շատ ենք արտացել, Աստված կուղարկե իր խոսքը, չէ, կբժշկե ու կորստից կազատե։ Հիմա ես հավատքի ծերով, քանի որ իրոք իմ ու կյանքի մեջ պետք է հավատքը աճի, հավատքը զորանա, որպեսզի իրոք Աստծո դերը, Աստծո դիրքը, Աստծո մեծությունը, Աստծո զորությունն է մեր մեջ աճի։ Եթե հավատքը չի աճի, բնականաբար, այդպես կմնա, խոսքն էլ կմնա, մենք մենակ կրնանք մարդկանց նայենք, երանենք, մարդկանց նայենք, ասենք, երանի քեզ ես ինչ լավ հավատք ունի, ես ինչ լավ նվիրված է, ես ինչ լավ, բայց Աստված կսե, ես այդ նույն բանը նաև քեզ եմ տվել։ Դու էլ հավատա, դու էլ կունենաս։ Դու էլ հավատա, դու էլ ընդունե, դու էլ հավատա, դու էլ ապրի, դու ինչ որ մեկը կարող քեզի կկարծես, թե կխանգարի, ինքը քեզի չի խանգարե, դու քեզի կխանգարես, հավատա ամեն բան կփոխվի, հավատացողին Տերս է, չէ, ամեն բան հնարավոր է,
Ամեն բան կարելի է, մենակ հավատա։ Ու այսօր իրոք Աստված կուզե այս հավատքը տեսնի մեր մեջ, այսինքն այդ կենթանի գործող հավատքը, որը հիմնված է Աստծո կենթանի խոսքի վրա, Աստծո կենթանի զորության վրա, որ մենք առանց որևիցե կասկածանքի ցանկացած խոսքին մենք կվստահենք ու կհավատանք։ Ես Սպես մի բան ասեմ, անկեղծ համսենք Աստծո առաջ խոստովանվիմ համցեր առաջ, ես որ սկզբից հին ուխտը կկարտայի, ես կմտածեի, թե հին ուխտի մեջ բաներ կարող է Աստծուց չէ, կարող է հոգուց չի գրված։ Ու երբ որ հանդիպակ հիշեք Ծննդոց 6-րդ գլխում, երբ որ սկսեց Աստված որոշեց այս երգիրը կործանելու, տեսավ մարդկանց ապականված վիճակը, հետո Նոյը հայտնվավ, Նոյի միջոցով Աստված փրկության դուռ բացավ, ու այդ փրկությունը մարդկային գոյությունը երկրի վրա հաստատեց, ու տեսեք ինչի վրա ես իրոք համոզվա ու հաստատա, այսինքն ես տեսա թե Աստված ինձ հետ ինչ գործքներ, որովհետեւ իմ հավատքը էլ ավելի ամուր եղներ իր խոսքի վրա։ Ու գրված է, երբ որ Նոյը զոհերավ, Աստվածանուշ հոդոդաց, ու ինչ էր գրված, որ այնտեղ Աստված իր սրտում ըսավ։ Ու ես շատ զարմացա, թե մարդու սրտի մեջ եղածը մենք չգիտենք։ Եթե դիմացինը կանգնի իմ դեմս խոսա, ես չգիտեմ իր սրտի մեջ ինչ կա, լեզվի վրա, բայց ուրիշ բան չէ։ Ինչը կրնասենք գիտեցվի, թե Աստված սրտի մեջ ինչ որոշեց։ Ու իրոք Աստված ցույց տվեց, որ տեսիք լրիվ իմ հոգուց է։ Ինչի համար, որտեղ Կորինթացիների 2-րդ գլուխ 11-րդ համարը, չէ, առաքյալը կբացատրեք, թե մարդկանցից ով գիտե մարդու բաները։ Եթե ոչ, անոր հոգին, ամեն։ Նույնպես ով գիտե Աստծո բաները։ Եթե ոչ Աստծո հոգին։ Այսինքն Աստծո հոգին է հայտնել մարդկանց, առաքյալներին ու մարգարեներին, որ իրանք Աստծո հոգով են այս ամեն ինչը գրել։ Աստծո հոգով մեծ բաներ են գրել, որ կարող է մեր մարդկային ուղեղին անհասանելի է, մեր մարդկային իրոք իրավիճակին լրիվ սենք դեմ է հագարակ է, բայց հավատքի, հավատացողի համար ոչ մի բան անհնարին չկա, թող իր անունը փառավորվի։ Այստեղ է պետք այդ կենթանի հավատքը։ Տեսեք, երբ որ Մարթան ու Մարիամն էլ ունեին այս խնդիրը իրանց կյանքի մեջ, չէին պատկերացնել, թե իրոք ինչ կրնա Աստված հավատքի ձեռով իրանց կյանքի մեջ էներ, ու իրանք կուզեին հասկանային, թե Աստված ինչ կգործեր։ Հիսուս ինչ ասեց։ Ասեց հավատա, Աստծո փառքը կտեսնես։ Հավատա ու կյանքդ կհանդարտվի։ Հավատա, դու իրապես երկնքի հետ հաստատուն հաղորդակից կեղնես։ Հավատա ու իրոք Քրիստոսի ներկայությունը, հոգու ներկայությունը, այդ երկնային խաղաղությունը, արդարությունը, ցնծությունը քո կյանքիդ կբերե, մենակ հավատա։ Մենակ հավատալ է պետք։ Դրա համար է շատ անգամներ չէ, եղբայրները կարոզել են Ընտեր Հիսուսի խոսքն, որ քսեր, երբ որ անիրավ դատավարի արագի մեջ քսեր, եթե գամ երկրի վրա արդյոք հավատք պիտի գտնին, ես չեմ ասե թե գիտես այն հավատք, որ մարդիկ չեն հավատա Աստծո գոյությանը, չեն հավատա իր ներկայությանը, որտեղ այսօր բոլորս էլ համոզվել ենք իր կենթանի ներկայությանը, իր Սուրբ Հոգու ներկայությանը մեր կյանքի մեջ, բայց հարցը նոր մեջն է, թե ես իմ կյանքի ամեն րոպեն ու վայրկյանը ես այդ հավատքով կապրիմ, այդ հավատքով կառաջնորդվիմ, այդ հավատքով կգործեմ, այդ հավատքը իրոք ինձ կառաջնորդե, որտեղ պարագաներ կա, երբ որ իրոք Աստված կուզե տեսնի մեր կյանքի մեջ, իրոք այդ հավատքը գործող է։ Իրոք այդ հավատքը մեր կյանքի մեջ միակ զենքն է, միակ վահանն ու ասպարն է, որով մենք պայքարենք այս կյանքի դժվարությունների դեմ, այս կյանքի նեղությունների դեմ, այս կյանքի շփոթությունների դեմ, իրոք թող Աստված օգնե մեզի, Աստված տա մեզի իմաստություն, որպեսզի կարողանանք այդ ճշմարտությունը ընդունենք մեր սրտերի մեջ, որտեղ իրոք հավատքի համար շատ լուրջ ու կարևոր Պես մենք քայլեր ունենք կենելու մեր կյանքի մեջ, որպեսզի չբավարարվենք այն ամեն ինչով, ինչով ունենք, չբավարարվենք այդ ամեն ինչով, ինչ որ կա մեր մեջ, մտածելով, որ այդ հավատքը հերիք կենե, բայց հնարավոր որ գիտեք այդ ունեցածն էլ կորցնենք ու չկրնանանք հասնենք այն փառավոր օրհնությանը, այն փառավոր ողորմությանը, որ Աստված խոստացել է իր համար։ Ես կուզեմ իմ համար կարդամ Հովհաննես առաքյալի թղթերից, երևի դուք շատ անգամներ կարդացել եք, որտեղ առաքյալը տեսեք պատգամ կուտա ու ինչ կհորդոր է ամեն մեկից, որբիսի առաջի գլուխ հենց 8-րդ համարն է Թուղթ Հովանու, երկրորդ Թուղթ Հովանուն, տեսեք ինչ գրե առաքյալը, քսեր զգուշ կացեք ձեր անձերին, որ չկորցնեք այն, որ վաստակեցիք, այլ որ բոլոր վարձքը առնեք։ Ամեն։ Այսինքն Աստծո նպատակն է, որ այսօր հնարավոր է նաև
մեր թշնամին կողնա մեր միջի եղած է։ Տանի մեր միջի եղած է։ Ինչի համար Հովանու 10:10 շատ են կարդացել։ Սատանայի նպատակը մեկն է գողանալու, կորսնցնելու, սպանելու, իր նպատակը մեկն է, նաև այդ կտանի Սատանեն։ Դրա համար այսօր ես ու դու դի իրոք հսկենք մեր կյանքի մեջ, որովհետեւ այդ հավատքը չտկարանա։ Ինչքան էլ երևույթներ եղնին, ինչքան էլ վիճակներ փոխվին, ինչքան էլ մեր կյանքի մեջ բարդություններ, դժվարություններ առաջանան, բայց այդ հավատքը միշտ պահենք։ Պատահական չէ որ առաքյալը կսեր ես ընթացքս կատարեցի, պատերազմս պատերազմեցի, բայց հավատքը սպահեցի։ Մի պատկերացրեք ինչքան անտանելի կեղնի այդ պատերազմը պատերազմել, եթե չկա գործող հավատք։ Եթե մարդ կնայում կտեսնի որ նույն բանը հեչ բան չի փոխվի, ամեն օր կզարթնի, Աստվածան այդ կանաղոտ կենեմ, հեչ բան չի փոխվի։ Հեչ բան նույն բանն է, ես կսեի որ Աստվածան պիտի փոխվեր, այսօր կփոխվի, եկուս կփոխվի, ու մարդու կյանքի մեջ արդեն կամաց այս տգարությունը գուկա, որտեղ ինքը իրոք թույլ է տվել իր սրտից տարել են այդ հավատքը։ Խոսքը կա, այդ բանը կա, բայց հավատքը չկա։ Չի կրնա հավատա որ իրոք իր կյանքը կրնա փոխվի։ Չի կրնա հավատա որ իրոք իր կյանքի մեջ կուկա այն պահը, որ ինքն էլ այդ ամեն ինչից կազատագրվի։ Չի կրնա հավատա որ իրոք իրան Աստված տվել է ու չի խնայել։ Որդին է տվել, ինչ կրնա խնայել։ Մենակ մարդ պիտի հավատա, հավատքով ընդունե։ Որովհետև այդ հավատքը, Աստծո խոսքից եկած հավատքը ներգործե մեր մեջ եղած հավատքի մեջ։ Ու տեսեք հավատքի վրայով, ես կուզեմ միամ համարել կարդամ, դուք շատ անգամներ կարդացել եք Հռոմեացիների թղթից, նայեք առաքյալը ինչ ձևի կնկարագրե, որովհետև 17-րդ համարն եք, որովհետև Աստծո արտարությունը նրանով հայտնվում է հավատքից, հավատքի մեջ, ինչպես գրված է, թե արտարը հավատքից կաբրի։ Ամեն։ Այսինքն տեսեք առաքյալը կսե Աստծո արտարությունը, այն Աստծո երազներն ու տվածները կհայտնվի մարդու կյանքի մեջ Քրիստոսի ներկայությամբ, Քրիստոսի զորության ներկայությամբ, հավատքից հավատքի մեջ։ Այսինքն պիտի գա հավատքից, ես ու դու պիտի հավատանք այդ խոսքին, ու ընդունենք նաև մեր սրտերի մեջ հավատքով, որպեսզի հավատքից եկած խոսքը հավատքով ներգործե մեր կյանքի մեջ, ու հավատքով այդ ամեն փոփոխությունը մեր կյանքի մեջ եղնի։ Հավատքով տեղի ունենա այդ ամեն ինչը, որպեսզի իրոք իմ ու քո հոգին ցնծա այն ուրախությունով, այն մեծ ողորմությունով, որ այսօր Աստված իմ ու քո հանդեպ ցուցաբերել է, որ այսօր մենք Հիսուսինն ենք, որ այսօր մենք իր արյունով գնված ժողովուրդ ենք։ Շատ անգամներ կարդացել եք Առաջի Պետրոս առաջի գլուխ 18-17 համարների մեջ, երբ որ Պետրոս առաքյալը քսեր կա ու հիշեցնե ժողովրդին, քսեր ոչ թե աբականացու ոսկով ու արծաթով եք գնված, այլ Քրիստոսի պատվական սուրբ արյունով։ Ամեն։ Մի պատկերացրեք ինչ կին կա մեր վրա, ինչ գնով ենք մենք գնված, ինչ ծևի այսօր ամեն մեկի համար Աստված հոգ է տարի, ու այսօր ինչպես եղբայրները հիշեցրեցին, ամեն մեկս իրոք յուրահատուկ ենք Տիրոջ համար, ամեն մեկս մեր յուրահատուկ իրոք սպես սերը Տերը դեղը ունենք Աստծո նկատմամբ, ու Աստված կուզե, որպեսզի այս ճշմարտությունը մենք հավատքով ընդունենք մեր սրտերի մեջ։ Հավատքով, տեսեք, դերևս մարգարեության մեջ ես կուզեմ Եսայի մարգարեից միամ համար կարդամ, Աստված օգնե, որպեսզի իրոք մեր միտքը բացվի, լուսավորվի, այս հորդորները մեզի համար եղնին ուրախություն, եղնին երջանկություն, որպեսզի մենք ամեն դեպքում կարողանանք հավատքով ի գործ դնենք մեր հավատքը։ Տեսեք 21-րդ համարում 44-րդ գլուխ Եսայի մարգարեության, տեսեք Աստված ինչ քիշեցնեն քեզի։ Հիշիր այս, ով Հակոբ, եւ դու ով Իսրայել, որովհետև դու իմ ծառան ես, ես քեզ ստեղծեցի։ Դու իմ ծառան ես, ով Իսրայել, դու ինձանից չես մոռացված։ Ես մեկի պես ջնջել եմ քո անցանքները, եւ ամբի պես քո մեղքերը, դարձիր դեպի ինձ, որովհետև ես քեզ փրկել եմ։ Ամեն։ Տեսեք, իրոք մարգարեի շուրթերով Աստված կհիշեցնե, ինչի համար կհիշեցնե, որտեղ երբ որ մարդու հավատքը կտգարանա, երբ որ իրոք չարին հաջողվի մարդու միջից տանել այդ հավատքը, իրոք Աստված կսե հիշիր,
մի մոռացիր, հիշիր, հավատա, եթե հավատաս քո կյանքի մեջ ամեն բան նոր կեղնի, ամեն բան կփոխվի, ամեն բան կծաղկի, ամեն բան ուրախալի կեղնի, երջանիկ կեղնի, ու դու կցնծաս, որ դու իրոք Աստծո բաժինն ես, որ իրոք դու Աստծուն կպատկանես, որ դու Աստծո ժողովուրդ ես, Աստծո այրունով գնված ժողովուրդ ես, որ իրոք այսօր մեր կյանքի մեջ, մեր երակների մեջ Քրիստոսի այրուն կհոսա, Քրիստոսի այրունն է բարեխոսող, Սուրբ Հոգու ներկայությունն է, որ այս ճշմարտությունը, որ այսօր մեզի կբացե, որպեսզի իրոք մեր ուրախությունը կատարյալ եղնի, մեր հավատքը հաստատվի կենտանի խոսքի մեջ, ու մենք կրնանանք հավատքով ընդունենք այս ամենը, ու տեսեք 37-րդ Սաղմոսի մեջ, ես այս համարը կուզեմ կարդամ, ասված տեսեք Սաղմոս 2 միջոցով ինչ կսե, ամեն մեկից ովքեր իրոք տկարացել են, իրոք թուլցել են, ինչ որտեղ թեկուզ կարող է իրանց հավատքի ընթացքի մեջ, իրանց սենք ավելի առուվիկ, ավելի հաստատ, վստահ չեն զգա, նայեք 7-րդ համարից 37-րդ Սաղմոս 7-րդ համարից կկարտամ, նայեք ինչ կսե, համբիրիր Տիրոջը եւ սպասիր նրան, մի բարգանար այն մարդի ճանապարհ հաջողվելիս, որ իր չար խորհուրդները կատարում է, դատարիր բարգությունից եւ թող դուր սրտմտությանը, մի բարգանար որ չարը գործես, որովհետեւ չարերը կսատակեն, բայց Տիրոջ սպասողները երգիրը կժառանգեն, ամեն, իրոք թող Տիրոջ անունը փառավորի, Աստված օգնե մեզի, որ մենք իրոք այս խոսքերը հավատքով ընդունենք մեր կյանքի մեջ, հավատքով կյանք դառնա մեր մեջ, որպեսզի կարողանանք իրոք համբիրենք ու սպասենք եւ հավատանք, որ գուկա են պահը, գուկա են վիճակը, երբ որ մենք էլ կստանանք այն սպասելիքը, կստանանք այն ամենը, ինչ որ Տերը խոստացել է հավատքի ձեռով, ու անձամբ մենք ինքներս կունենանք, մենք ինքներս կցնծանք, մենք ինքներս երջանկությունը կվայելենք Աստծո ներկայության մեջ, ու ամեն ժամանակ պատրաստ կեղնենք իրան նվիրվելու, ամեն ժամանակ պատրաստ կեղնենք իրան հանձնվելու, իրանով ուրախանալու, որ իրոք այս չար դաժան խաբեբաորերի մեջ մեր միակ հույսն ու ապավենը ինքը կեղնի, իրանով կցնծանք, իրանով կուրախանանք, ու ես կուզեմ մի ամել համար կարդամ Սաղմոսներից ու կանգնենք աղոթքի, երևի դուք շատ անգամներ կարդացել եք 5-րդ Սաղմոս 11-րդ համարից, տեսեք ինչ կսեր Սաղմոս 2-ն, բայց թող ուրախ լինի բոլոր քեզ հուսացողները, թող հավիտյան ցնծան, որովհետև դու պահպանում ես նրանց, թող քեզանով զվարճանան քո անունը սիրողները, որովհետև դորնում ես արդարին ով Տեր, դու հաճությունով պահում ես նրան, ինչպես վահանով, թող իր անունը փառավորվի, իր անունը օրհնյալ եղնի, ու իրոք Աստված օրհնե մեզի, Աստված զորացնե հավատքի մեջ, որպեսզի կարողանանք այս խոսքերը հավատքով ընդունենք, այս խոսքերը պահենք մեր սրտերի մեջ, որ իրոք էլ հավատքով վայելենք այն բոլոր օրհնություններն ու խոսմունքները, որ այսօր Աստվածանից մեզի համար պատրաստված է, թող իր անունը փառավորվի, ամեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Տերը օրհնե բոլորիդ, մենք ուրախանում ենք, որ մեզի Տերը գտավ այս աշխարհից, երբեմն պատկերացնում ենք, որ հոգևոր չլինենք, այս աշխարհի մեջ լինենք, այս մեղքի կյանքի մեջ հիմա աբագանվել ենք, բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ գտավ, և մեզ գտավ ոչ թե, որ մեզ գցե կարելիների, չի կարելիների գիրկը, այլ մեզ բացե լուրջ ճշմարտություններ, որ մենք այս աշխարհում չգիտենք, որտեղ շատ անգամ, երբ որ մարդիկ իմանում են հավատացյալ ենք, այդպես հարցնում են, ձեր մոտ ինչ են անում, ոնց են անում, դուք սպես եք անում, այնպես եք անում, բայց հավատքը դրանք չեն, հավատքը մարդու հոգու աշխարհի հետ կապված շատ կարևոր խորհուրդներ է, որ մենք առանց Քրիստոսի խավարի մեջ ենք եւ շատ բաներ չգիտենք, ինքներս մեզ էլ չգիտենք, մեր մասին մեծ կարծիք ունենք եւ մտածում ենք մենք լավ հասկանում ենք, ամեն ինչ գիտենք, բայց ահա Տերը մեզ բացեց, որ մեր ներսը կա արգելք եւ այդ արգելքը, խավարը, մեղքը մեզ թույլ չի տալիս իրականությունը ճիշտ տեսնելու, եղբայրներ, քույրեր։ Ես ուզում եմ կարդամ Մատթեոս ավետարան
16-րդ գլխից Ավետարան Մատթեոսի 16-րդ գլուխ 13 խոսքից Եվ Հիսուսը դուրս գնաց Փիլիպիա Կեսարիայի կողմերը եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. Մարդիկ ինձ համար ով են ասում, որ մարդի որդին լինի։ Նրանք էլ ասեցին. ոմանք թե Հովանես Մկրտիչը, իսկ մյուսները Եղիան, ուրիշները Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Նրանց ասեց. իսկ դուք ով եք ասում ինձ համար թե լինեմ։ Կշարունակեմ դեռ մասին, բայց հետաքրքիր է, չէ՞, կխնդրեմ լուշադիր լսենք։ Հրյաների մեջ, Աբրահամի սերունդի մեջ, Երուսաղեմում բնակվողների մեջ, ընդհանրապես կամ բոլոր աշխարհում մեկը չեղավ, որ կարողանար Հիսուսին ճիշտ գնահատել եւ կարողանար ճանաչել ու ասել ով է Հիսուսը։ Միթե մարդու ներքին աշխարհը, իր կրթությունը, իր դաստիարակությունը, չգիտեմ, իր անցած ճանապարհը, փորձառությունը, իր գիտությունը, իմաստությունը, միթե այս աշխարհում այդպիսի մի խելացի մեկը չկար, որ ճանաչեր եւ ասեր, թե ով է Հիսուս Քրիստոսը։ Եվ երբ որ Տերը հարց տվեց, աշակերտները ում մասին որ ասում էին, բոլորը մարդ էին։ Հովանես Մկրտիչը մարդ, Երեմիան մարդ, Եղիան մարդ, ոչ մեկի մտքով, ոչ մեկը չկարողացավ հասկանալ, ոչ մեկը չկարողացավ ճանաչել, ով է Հիսուսը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ես մտածում եմ, որ մարդու անձի կյանքը, մարդու ծնունդը, մարդու ներքին աշխարհը, որով ինքը ինչ հավատքով որ եկել է այս աշխարհ, բավարար չէ ճանաչելու երկնային կյանքը եւ ճշմարտությունը։ Մարդու միտքը ապականված է, մարդու ներքին աշխարհը խավարի մեջ է, մարդու անձի կյանքը բավարար չէ անգամ թագավոր լինելը, պաշտոնը։ Տեսեք Մարկոս ավետարանի մեջ, կարդում եմ Մարկոս 6-րդ գլխի մեջ, եղբայրներ քույրեր, Մարկոս 6-րդ գլուխ հետևյալ խոսքերը 14 խոսքից Եվ Հերովդես թագավորը լսեց, որովհետև նրա անունը հայտնի եղավ եւ ասում էր, թե Հովանես Մկրտիչը մեռելների միջից հարություն է առել, նրա համար զորություններ են գործվում նրանով։ Թագավորը Հիսուսի մասին ասեց, որ ինքը Հովանես Մկրտիչն է։ Ես հարց կտամ, ուրեմն թագավոր լինելն էլ է քիչ։ Եթե ուզում եք հասնել թագավորության, որ ճանաչեք կյանքը, մի սխալվեք։ Հերովդեսը թագավոր էր, եւ թագավոր լինելը, իշխանական կյանքը, Աստծո խոսքն ասում է, որ իշխաններից ոչ ով չճանաչեց, ունենալ ծառաներ, ունենալ հեղինակություն, ունենալ դիրք, լինել թագավոր, հրամաններ տալ, նստել գահին, իշխել ու թագավորել մի ամբողջ երկիր եւ չճանաչել Հիսուսին, սա խոսում է մարդու ներքին աշխարհի կուրության եւ խավարի մասին։ Եվ սա ոչ թե մի անձի, սա խոսում է բուն աշխարհի մասին, որտեղ Հովանես ավետարանի մեջ կա, չէ՞ գրված, աշխարհը նրանով եղավ եւ աշխարհը նրան չճանաչեց։ Ամբողջ աշխարհ ասելով այն անձը, աշխարհում գտնվող անձը, աշխարհային անձը, մարդկային ծնունդը, դրա համար Հիսուսը Նիկոդեմոսին ասեց, եթե մեկը վերստին չծնվի,
Եթե մեկը վերստին չծնվի, չի կարող տեսնել, մտնել երկինքի արքայություն, այսինքն մեր ծնունդը, լինենք թագավոր, իշխան, լինենք, չգիտեմ, Աբրահամի սերունդը, ոչ մեկը, դրա համար հրյաները տարակուսանքի մեջ էին, մարդու ներքին աշխարհը լցված էր զգացմունքներով, պատկերացումներով, երբ որ կարդում ես Հովհաննեսի ավետարանը, տեսնում ես մարդիկ ասում էին, այդպեսի պատկերացումներ ունեն, միտե Հիսուսը որ կա, չգիտեմ որտեղից կուկա, բայց մենք գիտենք, որ Հիսուսն որ կա, ոչ մեկը չի իմանա, թե որտեղից կուկա, սա պատկերացումներ է, մարդկային պատկերացումներ, եւ մարդիկ ասում են, ինչպես կարող է զորությունները գործվել, ճանաչում ենք իրան, գիտենք, հորն էլ գիտենք, մորն էլ գիտենք, քույրերին էլ գիտենք, եղբայրներին էլ գիտենք, բայց չենք կարողանում հասկանալ, որտեղից սրան է զորությունը, որտեղ մարդու ներքին աշխարհը բավարար չէ, մարդու ծնունդը բավարար չէ, մարդու կրթությունը, դաստիարակությունը բավարար չէ կյանքը տեսնելու եւ ճանաչելու։ Դրա համար երբ որ Տերը հարցրեց, շարունակեց, ասեց Պետրոս, իսկ դուք ով եք ասում իմ համար։ Պետրոսը ասեց, դու ես կենդանի Աստծո որդին։ Եվ Տերը ինչ ասեց իրան։ Երանի քեզ Պետրոս, որ մարմին ու այրունը չհայտնեց քեզ։ Մարմին ու այրունը չի կարող հայտնել կյանքի մասին։ Մարմին ու այրունը չի կարող հայտնել ու բացել ճշմարտությունը։ Մարմին ու այրունը այնքան խառն է իր անձի կյանքը, անձը, եղբայրներ, քույրեր, այնքան այդ անձը մարդկային ինքը թշնամի է, հակառակ է Աստծուն, նա չի կարող ճանաչել, անձի տեսողությունը բավարար չէ, անձի մեջ լույս չկա ճանաչելու։ Սաղմոսի մեջ ինչ է գրված, կյանքի աղբյուրը քո մոտ է եւ քո լույսովն ենք տեսնում լույս։ Մարդու ներսը, եղբայրներ, քույրեր, դրա համար Հիսուսը ասեց, հոգին է կենդանի ընողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Շատերս այսօր այդ անձի հետևից ենք ընկած, որին Տերը ասեց, եթե անձդ ես աշխարհում չատես, երկրավորը, մարմնավորը, այս աշխարհի ծնունդը իր տեսակով, Աստված ասում է, որ դու ատես, բայց մենք փայփայում ենք, սիրում ենք, անձի կյանքը, երկրավորը, դա չի կարող, դա իր ներսը չկա այդքան լույս, բավարար չէ այդ կյանքը տեսնելու ճշմարտությունը։ Դրա համար, եղբայրներ, քույրեր, ինչի համար, ինչպես եղավ, որ խաչի վրայի ավազակը, չէ, խաչի վրայի ավազակը, երբ որ երկու աջ ու ցախ կողմերում խաչված են, մենք շատ ենք լսել, եւ մեկը կար, որ այդ կարճ ժամանակում, այդ խաչի վրայի ժամանակվա ընթացքում Հիսուսին նայելով ինքը մի բան տեսավ եւ մի կարևոր բան ընդունեց։ Ինքը ասեց, որ մենք արժանի ենք սրան։ Իր մեղքը ընդունեց։ Շատերը, որ այդ մեղքը, իրանց մեղքը, բուն մեղքը չեն ճանաչում, իրանց դժվար է, որտև այդ մեղքն է արգելքը, խավարը կուրացրեց մարդկանց աչքերը, աշխարհի բոլոր մարդիկ լուսավորվելու կարիք ունին, մարդու ներսի, լսել եք, չէ՞ մարդիկ ասում են, լսեմ, մի քիչ կամ ջոգեմ, հասկանամ, ուղեղի զոր տամ, այդպես աստվածապաշտությունը հայտնի չի դառնում մարդուն, որտև Հիսուսը ինքը ասեց, շնորհակալ եմ քեզանից Հայր, որ իմաստուններից ես աշխարհի գիտուններից պահեցիր եւ երեխաներին հայտնեցիր։ Եվ ճշմարտությունը, կյանքը հայտնություն է։ Պողոս առաքյալն ասում է, ես ավետարանը մարդուց չեմ առել, դա կյանքի հայտնություն է եւ դա հայտնվում է ոչ բոլոր մարդկանց։ Գիտեք ում է հայտնվում։
Հիսուսը այսպիսի խոսքեր ուներ, ասում է, նա, որ իմ հորիցը լսում է եւ սովորում, գալիս է իմ մոտ։ Հին ուխտի մեջ հայրը Մովսեսի ժամանակ, չէ, Աբրահամի ժամանակ, Մովսեսի ժամանակ վերևում էր բացարձակապես հայրը։ Եվ նա տվեց օրենքներ, եւ նա տվեց պատվիրաններ, եւ ինչ էին սովորելու մարդիկ։ Մարդիկ ուզում են այդ պատվիրաններով ապրել, այդ օրենքներով ապրել, եւ ովքեր լսեցին հորից, սովորեցին այդ պատվիրաններով եւ օրենքներով ապրել, այդ օրենքներն ու պատվիրանները լուսավորելով իրանց ուղիղ տարան Հիսուսի գիրկը, որտեղ մարդու ներքին աշխարհը բացվավ, որտեղ Աստծո խոսքն ասում է, քո պատվիրանը ճրակ է եւ օրենքը լույս, իրանց ներքին աշխարհը բացվավ խավարը, սուտը, որ իրանց անձի մեջ կյանք չկա, եւ բացվավ ճշմարտությունը, եւ իրանց հանձնեցին Քրիստոսի հետ համաձայնվան խաչվելու այդ անձի կյանքը, հին մարդը, որը չի կարող չունի այդ տեսողությունը տեսնելու երկնայինը, դա ոչ հարստության հետ կապ ունի, ոչ, չգիտեմ, 10 ինստիտուտ ավարտելու հետ կապ ունի, Քրիստոսի աշակերտները գրված է տգետ ու անուսում մարդիկ էին, բայց իրանց ներսը լուսավորվավ կյանքը տեսնելու, դրա համար Պետրոսն ասեց, որ ու գնանք դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, եւ իրանց բացվավ երկնայինը, որտեվ տրվան, որտեվ սիրեցին Աստծո օրենքը, սիրեցին Աստծո պատվիրանները, եւ այդ օրենքներն ու պատվիրանները լուսավորեցին եւ բացեցին իրանց ներքին աշխարհը եւ իրանք տեսան իրանց խավարը, որ մարդու ներսը կյանք չկա, եւ երբ որ իրանք այդ խավարը տեսան, տեսավ խաչի վրայի ավազակը եւ ընդունեց իր մեղքը, եւ ինքը ուշադրությամբ հետևում էր, աշխարհի բոլոր մարդիկ նայում են այդպես թակավորը ինչի նայեց, զորություններ են գործվում, հրյաներն ասում են, ինչ նշաններ ես տալիս, որ տեսնենք եւ հավատանք, շատ-շատերը նշանների հետևից են գնում, կյանքը Քրիստոսի միջի եղած կյանքը տեսնելու համար մեր անձը բավարար չէ, դրա համար Փիլիպոսն ասեց, հայրը ցույց տուր մեզ եւ բավական է։ Հիսուսը ասեց, Փիլիպոս, այսքան ժամանակ քեզ հետ եմ, նա ապրում էր մարդկության մեջ, նրա կյանքը, նրա ներքին աշխարհը, նա տարբեր էր, նա երկնային էակ էր, նա երկնքից էր իջել, ասեց ես երկնքից իջա, ես երկնքից իջած հացն եմ, եւ մարդիկ չկարողացան ճանաչել, ասին ո՞նց է ինքը երկնքից իջել, երբ որ հորը գիտենք, մորը գիտենք, ծնունդը գիտենք, որտեղ է ծնվել, ինչպես եւ այդ երկնային կյանքը Աստծո որդուն չկարողացան ճանաչել։ Եվ Փիլիպոսն ասեց, հայրը ցույց տուր մեզ։ Հիսուսը ասեց, Փիլիպոս, այսքան ժամանակ քեզ հետ եմ։ Եվ դու ինչ ճանաչեցիր, ինձ տեսնողը հորը տեսավ։ Ով կարող էր Հիսուսին տեսնելով տեսնել հորը։ Նրա ներսի կյանքը այդքան տեսողություն մարդը չունի։ Օրինակ դու կարող ես մի շրջապատում քո ընտանիքում աշխատանքի տեղը ապրես ամիսներ, տարիներ, երկար ժամանակ, հոգևոր ապրես, տարբեր լինես, հոգևոր կյանքի մեջ, աշխարհից հեռու, զերծ, մաքուր, չխառնվես ոչ խոսքին, բամբասանքին, աշխարհին, դու լինես լրիվ երկնային էակ, բայց մարդու տեսողությունը չի բավարարում տեսնելու քո ներսի կյանքը։ Երբ որ իմանա հավատացյալ ես կասի, ձեր մոտ ինչ են անում, ես անում են չեն անում, ձեր մոտ որն է կարելի, որը չի կարելի, կիմանաս, եղբայրներ, քույրեր, երբ որ մարդը մեղքը արգելք է, բուն մեղքը արգելք է, եւ երբ որ այս ավազակը ինքը ընդունեց իր մեղքը ու ասեց մենք, եւ դու չես վախենում Աստծուց, որ հենց նույն պատժի մեջ ես, մենք իրավունքով ենք պատժված, արդար է, որ մենք մեռնենք,
մեր կատարած գործը մավան է արժանի։ Ես որ խաչվել եմ, մեռնում եմ, ինձ բռնել են, սպանում են, խաչում են, ես արժանի եմ դրան։ Եվ ինքը իր մեղքը ճանաչեց, մինչև մեղքը չճանաչես, աչքերը չի լուսավորվի տեսնելու Աստծո որդուն։ Դրա համար տարբերություն եղավ այս երկու ավազակների մեջ։ Մեկը մեղադրում էր, ասում էր Քրիստոսն ես, փրկիր քեզ, նա ուրիշ պատկերացումներ ուներ, բայց մեկը ասեց, երբ որ քո թագավորությունով գաս, եթե այս մարդու համար Հիսուսն էլ մարդ էր, մարդը որ մեռավ ո՞ս պիտի կար։ Եթե այս մարդու համար Հիսուսն էլ մարդ էր, ինչպես բոլոր հրյաների համար, ովքեր մարդկանց անուններ էին տալիս, թագավորը մարդու անուն էր տալիս, նա Հովհաննես Մկրտիչն է, մարգարեներից մեկն է, Երեմիան է, բայց այս խաչի վրայի ավազակի համար Հիսուս անձը Աստծո որդին էր։ Իրան, երբ որ ինքը իր մեղքը ընդունեց, իր աչքերը բացվան։ Իմանաս, իր տեսողությունը բացվավ։ Շատ հոգևորներս մենք այդ տեսողությունը, մենք էլ շատ անգամներ չունենք այդ տեսողությունը։ Իմանաս, այդ ճանաչողությունը, վերցնելու ավետարանից կյանքը, վերցնելու ավետարանից պատկերը, մենք վերցնում ենք հրաշքները, նշանները, հասարակ մի բան աշխարհում ինչպես է աշխարհում։ Հիմա մարդիկ բաժակ նայողին ավելի կհավատան, քան Աստծո խոսքը։ Սուտ եմ ասում։ Սա եղբայր ջան 3 օրից ասեց, 3 օրից բամ դիլինի եղավ, եղբայր ջան, ինչ ասել էր ճիշտ դուրս եկավ։ Մարդկանց ինչն է հետարքիր։ Իրան աբագան, վաղվա օրը, ինչ պիտի լինի, ինչ պիտի կատարվի, վերջը ինչ պիտի լինի։ Քո վերջը ու աբագան Սուրբ գրքի մեջ է գրված։ Քո ապագան ես երկրավորը չէ, ընդունեցիր Քրիստոսին, ընդունեցիր քո մեղքը, այ Հիսուսը եկավ ես խաչի վրայի ավազակի հետևից, այ իր ապագան, ասեց այսօր ինձ հետ դրախտում կլինես, իր ապագան, եղբայրներ քույրեր, Տերը թող օրհնեց ես ամեն մեկիդ, լուսավորեց էր աչքերը, բացե, Սուրբ Հոգին բացե մեր ամեն մեկիս, դրա համար Աստված ուղարկեց իր որդին, Սուրբ Հոգին եւ իր որդին ասեց, Հիսուսն ասեց, ես գնամ մխիթարիչը կուղարկեմ եւ նա ամեն բան կսովորեցնեց ես։ Հոգին է կենթանի անողը, մարմինը անձը, երկրավորը, քո ծնունդը շամը չունի, հոգին է կենթանի անողը, բացողը, երկնային կյանքը, լուսավորողը, խավարը ծրողը, եւ Աստծո որդին եկավ ոչ թե մեզ կարելիների, չի կարելիների գիրկը գցելու, այլ եկավ մեզ խավարից լույսը դարձնելու, իր որդու պատկերը հագցնելու, երկնային կյանքը մեզ հայտնելու, որի համար փառք, պատիվ, ամեն բան մեր Աստծուն կվայել է, բոլոր փառքն ու պատիվը, շնորհքն ու ճշմարտությունը միայն ու միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իրան լինի փառքը հավիտյանս հավիտենից, ամեն։